Ուշադրություն։ Սերիալի ամբողջական դրվագների ներբեռնումը, տարածումը կամ այլ հարթակներում տեղադրումը արգելվում է օրենքով եւ առաջացնում է իրավական պատասխանատվություն։ Բացառություն են կազմում մինչև 5 րոպե տևողությամբ պրոմո նյութերը, որոնց տեղադրումը խրախուսվում է եւ թույլատրվում է միայն սերիաների եթեր գնալուց հետո։ Ոնց եմ։ Բայց ոնց ենք ես կարոտել։ Ոնց ես դե պատմի։ Այնքան լավ անցել։ Մենք իրար հետ խարույկ արեցինք, հետո բոլորով շփվեցինք, խոսացինք, երգեցինք, գիշերը վրաններում քնեցինք։ Դե ոնց ասեմ, Վայ, ինչ որ բան ա եղել։ կպատմեմ, բայց խոստացեք, որ չեք անհանգստանալու։ Ոայ, մենք անցած գնացած բաների համար չենք անհանգստանում։ Լավ, եկեք ներսում կպատմեմ։ Լևոն։ Բղես։ Ոնց էի կարոտել։ Հա։ Դե լավ մի գիշեր տանը չամարը։ Ինչ կապ ունի։ Կարոտել էի։ Անսովոր էր։ Դու ասա, ամեն ինչ կարգին է։ Նորմալ։ Հենց հոգնած եմ։ Ես երբ որ այնքան ենք քայլել, ինձ թվում է մենակ քայլել ենք։ Դե լավ։ Էլ մի դժգոհի, բնության գիրք, ընկերներ, ջահելություն, ազատություն, հիմա դու ապրում ես քո կյանքի լավագույն տարիները։ Լուրջ, մեծանամ կարոտելու եմ։ Անպայման։ Մամ, իսկ դու ինչն ես կարոտում քո կյանքում։ Որ դու նոր էիր ծնվել։ Գիտես, այդ ժամանակ առաջին երեխեն էիր, անսովոր էր ամեն ինչ, ես ու Զավենը երիտասարդ էինք, դժվար էր, բայց հիմա հասկանում եմ, որ դա իմ կյանքի երջանիկ տարիներն էին։ Քեզ եմ կարոտում այդ տարիքում։ Հիմա, չգիտեմ, մեծացել ես, թե ուղղակի այն Լևոնը մեկնել է։ Լավ է, մամ, տես բաներ մի ասա, ես եմ ընդհանրապես չեմ փոխվել։ Դե հա։ Ես երջանիկ եմ, որ քեզ ունեմ։ Ես էլ, մամ ջան։ Ես բայց զգում եմ մի բան են չի։ Ինչ որ բան է եղել, ինչ որ բան է կատարվում։ Չգիտեմ։ Մամ հետ անկեղծ եղի, հա։ Ասա, ինչ է եղել։ Պապա տեր եկել Հետո։ Դե ուզում էր ինչ-որ մեկի հետ խոսել, կիսվել, ես չթողեցի ու հիմա մտածում եմ երևի սխալ եմ արել, ինքը ինչ-որ մեկի հետ ուզում էր սիրտը բացեր։ Ինչ աներ։ Մամ ջան, դու իր շտապօգնությունը չես։ Ինքը կին ունի, թող գնա իր կնոջ մոտ սիրտը բացի։ Գիտես, ասեց, որ ինչ-որ խնդիրներ ունեն, սկսել են հաճախ վիճել։ Լուրջ, մամ։ Այդ ընդհանրապես քո խնդրեմը չի։ Այդ մեր խնդրեմը չի։ Ինքը ոնց էր ասում, այդ իմ որոշումն է, ես եմ այդ որոշումը կայացրել։ Ու թող հարգի հիմա իր ընտրությունն ու որոշումները։ Ամոթ չի որ գալիս բողոքում է։ Լևոն, ես չասեցի, որ ավելի բորբոքվես, ուղղակի մտածում եմ, եթե իրան օգնություն է պետք։ Իրան օգնություն պետք չի, մամ։ Իրան պետք է ուղղակի պատասխանատվություն սովորի վերցնել իր վրա։ Ճիշտ են էլի ասում, մարդիկ ընդհանրապես չեն փոխվում։ Հիմա էլ նոր կնոջից է, չէ՞ ձանձրացել։ Լևոն, ուղղակի երբեմն լինում է տենց, որ սխալ որոշումներ ես կայացնում ու հետո ուզում ես ինչ-որ բան փոխես, ինչ-որ բան անես։ Հասկանում եմ այդ ամեն ինչը, մամ։ Դու ես ամեն ինչ ինձ ասում ես, որ ես ուզում կարեկցեմ իրան, ուզում օգնեմ, լսեմ, բայց չեմ անելու։ Ու քեզ էլ եմ արգելում, մամ։ Թող ինքը ապրի իր կյանքով։ Ու թող ընդհանրապես իր ոտը էլես տանը չլինի։
ինչ տանջված տեսք ունես տղա ջան, հա? Մայտատ մի հարցրու։ Գնալու պահից միջև էս վերջի պահը արկած ա եղել։ Կարքին է ամեն ինչ բոլորի մոտ։ Հա։ Դե լավ է, բա ինչի ես քան ուշացաք Մելս ջան։ Ճանապարհին 3 տեղ կանգնել ենք։ Ես էլ մտածում էի, որ լավ ժամանակ եք անցկացրել, բայց քո խոսելուց Չէ, լավ ա անցել։ Ուղղակի իրոք հոգնած եմ տատ։ Լավ Մելս ջան, այդ դեպքում գնա լոգանք ընդունի ու արի միասին ճաշենք։ Լավ։ Լավ տատ ջան։ Մելս, Ջան, հայրդ էր զանգել։ Ուզում ա գա, ասվեց, որ ուզում ա հետդ խոսի, հետո նոր տոմս գնի։ այդ ինչ կապ ունի։ Մարդն ով ուզում ա գա տոմս առնում ու գալիս ա, իմ հետ խոսալն ինչ կապ ունի տատ։ Դե վախենում ա, որ կգա ու դու չես ուզենա իրեն տեսնես։ Մենակ ես չեմ ստեղ, դու էլ ես ստեղ։ Եթե ինձ չտենա, կարա իր մորը տենա, այդքանը չի մտածել։ Հիմա խոսքը քո մասին է։ Հա։ Դե ուրեմն կարաս իրան փոխանցես, որ Մելսը չի ուզում քեզ տենա, կարաս չգաս։ Տղա ջան, խոսիր հորդ հետ, հա։ Չէ, տատ։ Ես ինչքան ճիշտ եմ հիշում, ինքը գնալուց առաջ չուզեց իմ հետ խոսա։ Հիմա էլ ես չեմ ուզում։ Ոյ, ես 2 օր այնքան գործ կարայի անել օֆիսում։ Լուրջ հենց հիմա է դες մտածում։ Որ գնալու եմ օֆիս։ Ինչ աժոտաժ է լինելու, չես պատկերացնի։ Բա որ այսքան անելիք ուներ, ինչի եկար։ Մենակ չասես, էլ եկել ես դուգես ոնց են աշխատում կազմակերպիչները դու ջոկատավարները։ Ինչ ես ուզում որ ասեմ։ Ճիշտն եմ ուզում իմանամ, պապ ջան, ճիշտ է։ Ու տաղես քո համար եմ եկել պատասխանը չի ընդունվում։ Տոնոյանի համար էլ եկե պապ։ Լսի, սա երեխեքը ջոգել էին ու կչփչում էին։ Այդ ինձ ընդհանրապես չէր դզում։ Լսի, տղա ջան։ Իմ համար մեկ է թե իրանք ինչ են ջոկել։ Մենք հասուն մարդիկ ենք ու կարանք իմանանք, մեզ ինչն է դզում, ինչը չէ։ Պապ լավ ախպերական գոնե ասա, որ իր հետ շփվում ես մենակ նրա համար, որ իմ հետ կապված դպրոցում հարց չլինի։ Դու լուրջ ինձ տենց ես ճանաչում։ Ամուր չես անում։ Բա քո հերը կնոջ հետ կշփվի ինչ որ շայի համար։ Լուրջ։ Պապ չէ լուրջ։ Ասենք ես աշխարհում ուրիշ մարդ չի մնացա, մենակ այդ Տոնոյանն է մնացել։ Բարի ֆիքսենք։ Իմ ու Տոնոյանի միջև ոչ մի բան չկա։ Իսկ նույնիսկ եթե լիներ, ես չեմ հասկանում դա ինչ խնդրեմ է։ Քո համար դա խնդիր է։ Պապ խնդիրը նրանում է, որ սա դպրոցում խոսելու են դրա մասին։ Ասենք հերս ու Տոնոյանը, ասենք այդ հիստերիկ Տոնոյանը, որ սա կիլոմետրերով փորձում են հեռու մնան իրանից։ Բա ասենք որ ձեր մեջ ինչ-որ բան լինի։ Ես ինձ ոնց պետք է պարեմ։ Ասենք լավ, երեխեքն են կատակ են անում, հումորներ են անում։ Ես պետքա ծիծաղամ, թե ասեմ, գիտեք ինչ կա, հորս ընկերուհին է ձեզ լավ բայեք։ Դու քեզ կողքից որ լսես ինչ անհեթեթ ու անիմաստ բաներ ես խոսում, կամա չես։ Պապ, լավ մի խնդրանք ունեմ։ Տես ես ընդհանրապես դեմ չեմ, որ դու քո անձնականը կազմակերպես։ Ես ընդհանրապես տես բաների շատ նորմալ եմ նայում։ Վայ շատ շնորհակալ եմ Դավիթ ջան։ Խնդրեմ։ Բայց մենակ մի խնդրանք ունեմ։ Ում հետ ուզում ես հանդիպի, բացի այդ Տոնոյանից։ Պապ, խնդրում եմ ուղակի։ Լավ, եթե տենց է, թող դպրոցը ավարտեմ նոր։ Վերջը, այս թեման փակում ենք։ Ես էլ չեմ ուզում այս անիմաստ զրույցը շարունակենք։ Հասկացար։ Հա, իրոք անիմաստ է։ Հույս ունեմ, որ անիմաստ է։ Ես էլ ու վերջ։ Հասանք։ Մամ, ես եկա։ Մամ։ Մամ, ինչ ա եղել։ Մամ, Ոչինչ, ամեն ինչ լավ է։ ասա ինձ, խոսա իմ հետ, ինչ ա եղել։ Լավ չես զգում քեզ։ Լացել ես։ Ինձ ճիշտն ասա։
Չէ։ Ամեն ինչ լավ է։ Ուղղակի հա, մի փոքր հուզվել եմ, կանցնի։ Ինչի ես հուզվել։ Ինչ ա եղել, մամ։ Մամ, ես արդեն վախենում եմ։ Ես իրոք արդեն վախենում եմ։ Ինչ ա եղել։ Ինես, քո ուղղակի ես քո ներկայություն կարիքն ունեմ։ Ուղղակի ուզում եմ կողքս լինես։ Մամ, Այդ կապա։ մամ, ես այստեղ եմ, քո կողքին եմ։ Հանգստացի։ Կներեսից։ Հանգստացի, մամ, ես միշտ քո կողքին եմ լինելու։ Կներեսից։ Կներես, ես նենց մեղավոր եմ։ Հանգստացի, մամ։ Մելս, ինչ կա, ոնց ես։ 2 ժամ առաջ ենք իրար տեսել։ Նախ 2 չէ, 3։ Հետո էլ զանգել եմ իմանամ տատիկը տեկավ, թե չէ։ Հա, եկել էր որ դիմավորի։ Բարձա, վաղը գալու ես դասի։ Հա, բա ինչ եմ անելու։ Շակի կարևոր բան ունես ասելու թե անկապ ես զանգել։ Չէ, ուղղակի։ Ինչ կա դրա մեջ։ Ինչ ես նեղվում։ Խանգարեցի։ Չէ, չխանգարեցիր կներես։ Ուրիշ բանից եմ նեղված։ Ինչից։ Քո հետ կապ չունի, դպրոցի հետ էլ կապ չունի։ Իմ անձնական հարցերն են ընտանեկան։ Հասկացա։ Եթե ուզես կիսվել, Չէ, Շակե։ Ուղղակի ուզում եմ մի քիչ հիմա քնեմ հանգստանամ։ Վաղը կխոսանք, հա։ լավ, բարի գիշեր։ Ալո, Ոնց ես։ լավ դու։ Նորմալ։ Տանը պատմեցիր ինչ էր եղել։ Հա, մամա շատ անհանգստացավ։ Պապան էլ ասեց լավ է այդ տղան քո հետ ա եղել։ Հա։ Տենց ասեց։ Հա, ասեց այդ տղան ա քեզ բրկել։ Հա դե ճիշտ ասում էլի, որովհետեւ չլինի ինչ է իր անելու։ Դեսի, տեսա որ Շաքեի հետ հաշտվել եք։ Շատ ուրախ եմ ձեր համար։ Դու ուրիշ ուրախանալու առիթ չունես, ուրիշների համար ես ուրախանում։ Դե այդպես ասում են, երբ որ Երբ պարապեն, Ո ինչ ես ներվային անում։ որովհետեւ ոնց որ իմինա դու տենց բաներ ասես։ Դու ուրախ չես որ հաշտվել եք։ Լավ, բե լավ, մի խոսքով հաջող։ Մելս, Հա, քո վերնահագուստը իմ մոտ ա մնացել։ մոռացար 10։ Ոչինչ։ Հա, վաղը կբերեմ։ Չէ, վեշ մի արա։ Ես կգամ կվերցնեմ։ Հա։ Հա, համել։ Որ գիշերը մրսես կարաս գցես վրեդ։ Լավ։ Լսի, Հա։ մազերդ վաղը հյուսելու ես։ Դե, հա, ինչ ես հարցնում։ Չէ, ուղղակի, ինչ ես մի ժամ խոսում, չեմ հասկանում դու հոգնած չես։ Վայ դու ես զանգել։ Հա ինչ անենք, զանգել եմ այ քեզ բան։ Վայ բարի գիշեր, հա։ Բարի գիշեր։
Տղես ինչ լավ աստեղ ես մտածում էի դպրոցում ես արդեն։ Ինչ կա այս ժամին։ Եկել եմ քեզ տեսնեմ համել։ Ասի տեսնեմ այդ արշավը ոնց է անցե։ Լավ ասա, կարոս գնաս։ Տղես արի քեզ դպրոց տանեմ։ Մերսի։ Ես տեղը գիտեմ, կարող եմ գնամ։ Լևոն մի րոպե։ Լսի քեզ ինչ եմ ասում։ Նորից հեռու ես մնում։ Բարձա։ Ու էլ չտենամ, գա աստեղ ու քո խնդիրները փորձես իրա վզին փաթաթես։ Տղես այդ իմ ու մամայիդ խնդիրներն են, կլուծենք։ Ինքը մենակ չի։ Ես կամ։ Ու ես էլ ասում եմ, էլ հանկարծ տեղ չգաս։ Դու արդեն քո ընտրությունն արել ես, քո որոշումը կայացրել ես։ Մենք էլ հարմարվել ենք։ Մի արի ու մի ստեղծի նոր խնդիրներ մամայի համար։ Ես մամայիդ համար նոր խնդիրներ չեմ ստեղծի, հանգիստ եղի։ Ես չեմ կարող հանգիստ լինեմ։ Մի օր եմ տնից բացակայել, գալիս տեսնում եմ շուտ խառը մտքերի մեջ ա քո պատճառով։ Կին ունես, գնա քո կնոջ հետ կիսվի։ Ինես։ Մամ, ես Գներես։ ստեղ եմ։ Ինձ թվաց առանց զգուշացնելու արդեն գնացել ես։ Չէ, այսօր չեմ գնա, կմնամ քեզ հետ, հա։ Չէ, պետք չի։ Ես էլ եմ աշխատանքի գնալու։ Մամ, մարի այսօր երկուսով տանը մնանք, դու էլ մի գնա։ Չէ, գներես ինձ Ինես, գիտեմ, որ երեք քեզ վախեցրել եմ։ Ուղղակի էմոցիոնալ օր եմ ունեցել, անհանգստանալու բան չկա, ամեն ինչ լավ է։ Մամ, ես ուղղակի ուզում եմ, որ դու ինձ պատմես ինչ ա եղել։ Կպատմեմ, անպայման կպատմեմ։ Ուղղակի ինձ պետք է մի հատ, որ ես հասկանամ, գիտակցեմ, թե ինչ ա կատարվել, հարմարվեմ, որ հասկանամ ոնց քեզ ներկայացնեմ։ Մամ, ու դու ուզում ես, որ ես ոչինչից չվախենամ։ Հակաղցրես, մի վախեցի, ամեն ինչ լավ կլինի, խոստանում եմ, իսկ հիմա ակտվի ու գնա դպրոց։ Ուրեմն դասերից հետո կգամ քո գործի տեղ ու միասին տուն կգանք։ Այ դրան համաձայն եմ։ Քեզ շատ եմ սիրում։ Ես էլ քեզ։ Քո համար սուրճ կդնեմ, նոր կգնամ։ Ման բայց չէին կարա դասերից հետո գայինք։ Չէ, կար չէի հասցնի, այսօր ուշ եմ վերջացնելու, բայց ուզում էի գային գրեցթոր, ասում են ստեղ հիմա back to school ակցիան է գործում։ Հա, սկսել է արդեն։ Այո, դու նոթբուքեր չէ ուզում, հիմա ճիշտ պահն է դառնելու։ Լուրջ ես ասում, մամ։ Կար ինչի ես զարմանում, մեկը կողքից դեսի կմտածի քեզ ամանորից ամանոր եմ նվերներ առնում։ Դե չէ, ուղղակի անսպասելի էր։ Բայց այս նենց չի չէ, որ հիմա նվեր եմ ստանում ու ծնունդիս էլ նվեր չկա։ Չէ, կարաս, այդպես չի։ Ծնունդիդ նվեր կստանաս։ Ուրեմն իդեալական։ Բարև ձեզ։ Ինչով կարող եմ ձեզ օգնել։ Ձեզ ես ճիշտ գիտեմ, որ ձեզ մոտ հիմա back to school ակցիան է գործում։ Այո, ճիշտ եք, ակցիայի շրջանակում ձեր գնումը կարող եք նաև ձևակերպել 4 ամիս 100% ապարիկով։ Շատ լավ է։ Մեզ նոթբուքերը ցույց կտաք։ Իհարկե, համեցեք։ Եկեք, ես արդեն որոշել եմ, էլի որն եմ ուզում։
Երեխեք ուշադրություն։ Եղել է այն, որ երեք բոլորիցից խնդրեցի, որ Արշավի վիդեոներ նկարները ուղարկեք չաթում։ Ինչի՞ չեք ուղարկել։ Վիկ, ես պետք է ուղարկեի, մոռացել եմ, հեսա կուղարկեմ։ Յա, ոչ միայն դու, բոլորն էլ մոռացել են, այսօր անպայման կուղարկեք։ Ու չասեց ինչ ա եղել։ Չէ, ես մտածեցի աշխատանքի տեղն է ինչ-որ խնդիր եղել, բայց առավոտը գնաց աշխատանքի։ Իսկ կարող է պետք է իրան մենակ չթողնեիր։ Չգիտեմ, դե համոզեց, ասաց, որ ինքը կգնա աշխատանքի, ես էլ գամ դասի, բայց այսօր դասերից հետո կգնամ իր մոտ։ Կուզես հետդ գամ։ Չէ, քեզ չպետք է տեսնի։ Ես կգամ։ Բայց չէ, որովհետև ես չգիտեմ ինչ ա եղել, մտածում եմ, որ քեզ տեսնի, վատ կզգա իրան։ Լավ, բայց որ բան պետք լինի, անպայման կզանգես, հա։ Օպրասպել։ Ապա պատկերացնում ես, եթե Տոնոյանի հորս միջև ինչ-որ բան լինի, լուրջ եմ ասում, դասի չեմ գա։ Հա, բայց քեզ sense ծանր տանում։ Եթե ուշի դեմ չես, որ հորդ կյանքում ինչ-որ մեկը լինի, այդ թող Տոնոյանը լինի։ Լուրջ դու չես հասկանում, իսկականից չես հասկանում ինձ։ Ես կարա Տոնոյանը մտի իմ ընտանեկան կյանք։ Դառնեն խորթ մերը։ Յանիկի չէ, դպրոցում ներվերես հետո մի հատ դառնա մեր ընտանիքի մի մասը։ Հա լավ, հերդ չամուսնացավ, որ սենց խառնվել ես։ Ախպեր չգիտեմ, բայց ավոր ներվի վրա եմ։ Հիմա ինչ նորից հաշտվել եք, ամեն ինչ լավ է։ Դե ոնց որ թե հա։ Դե լավ է։ Հա, երեխեք, էլ ընդհանրապես չեմ ուզում վիճենք, ուղղակի ուզում եմ մեր ամեն օրը լավ անցնի։ Այդ մենակ քեզնից չի կախված։ Դե հա, բայց այս վերջերս ես եմ ավելի շատ վիճել ու իրան ներվայնացրել։ Բայց դրա պատճառն ունեցել է Շաքե։ Ախպեր, բայց դու երեք ոնց որ ուրիշ բան էիր ուզում խոսել Շաքեի հետ։ Բայց ոնց եղավ որ բարիշեցիք։ Ինքը առաջ ընկավ։ Նենց բաներ ասեց, որ չկարեցա ասեմ այն ինչ որ որոշել էի։ Այդ լավ չի։ Դե չգիտեմ, երևի ճիշտը սենց է։ Կարող է երեք շատ էի տպավորությունների տակ։ Համ էլ նենց չի ես Շաքեի հանդեպ անտարբեր եմ։ Ինչ տպավորություններ։ Բելայի տպավորությունների տակ։ Մելս, ես ամեն դեպքում բերեցի, մերսի։ Խնդրեմ։ Բելա ջան, բա չես հիշել երեք հետ տաս։ Չէ, մտքիցս թռել էր։ Զարմանալի է ուղղակի, որ իմը հիշել ես հետ տաս, բայց Մելսինը մտքիցը թռել էր։ Հայանի ինչ։ Չէ։ Շնորհակալություն, խնդրեմ։ Շնորհակալություն։ Ապրես։ Մի խոսքով հրաշալի անցավ։ Դե բացառությամբ այդ էպիզոդը, որ Բելան Մելսը կորել էին։ Վայ շատ անհանգիստ էի, մինչև որ չզանգեցիք, ասացիք, որ ամեն ինչ նորմալ է ու գտել եք։ Տարօրինակ չի, որ կորել են։ Իսկ ինչ կա տարօրինական, տարի ամեն բան կարող է պատահել։ Հա, բայց լավ է։ Չէ, ասա, ինչ էիր մտածում։ Մելսի ու Բելայի անունները վերջերս իրար կողք շատ է հնչում, չեք նկատել։ Դե լավ, էլի չէ։ Եկեք նորից չսկսենք քննարկել այս թեման, լավ, որովհետև Մելսը ու Բելան տարբեր ծայրահեղություններ են։ Ու չէ, սա այն դեպքը չի, երբ երկու տարբեր բևեռներ ձգում են իրար։ Դե Մելսի համար Բելան կարող է փրկություն լինել։ Գուցե, բայց Բելայի համար Մելսը ոչ։ Այդ դրա մասին չեմ մտածել, բայց ինչպես Մարթան է ասում, բոլորովին տարբեր աշխարհներ են։ Ես հիմա ձեզ բոլորիդ պիտի հակաճառեմ։ Ինչի՞։ Որովհետև Մելսը հրաշալի տղա է, հրաշալի։ Լավ էլի Ասիա։ Կռվարար, տաքարյուն, սովորելուց էլ այնպես չի, որ փայլում է։ Ոչ։ Դուք բոլորդ Մելսին այնպեսին չեք ճանաչում, ինչպեսին նա իրականում կա։
իրոք շատ լավ տղա է։ Զանգել եմ շնորհակալություն հայտնեմ։ Բարև Արսեն, ես զանգել եմ, որ չէ։ Բարև Արսեն, ո՞նց ես։ Ջավելավա միանգամից։ Բարև Արսեն, ես ինչի՞ եմ զանգում։ Բարև Արսեն, ես զանգել եմ, որ շնորհակալություն հայտնեմ։ Ալո։ Բարև ձեզ Սոնա։ Ավելի ճիշտ Տիկին տոն է։ Ընկեր տոն է։ Երեկվա մասին եք մտածում։ Այսինքն, չէ, ինչ պիտի մտածեի։ Դե արշավի։ Ոչ, բոլորովին, ոչ, ես հենց հիմա կարևոր հանդիպման եմ հիմա ես։ Ես ձեզ խանգարում եմ։ Բավականին այո։ Բավականին այո։ Ինչու եք զանգել։ Լսեք, ես մտածեցի, որ դուք ուզում եք ինձ զանգեք, բայց մտածում եք, որ եթե զանգեք, ես ուրիշ ձեր դա կմեկնաբանեմ, դրա համար որոշեցի այնուամենայնիվ ես զանգեմ, որ դուք ինձ չզանգեք ու ես ուրիշ կերպ չմեկնաբանեմ։ Լավ, դե որ զանգել եք, հա, իրոք ուզում էի շնորհակալություն ձեզ հայտնել, որովհետև շատ լավ անցավ, երեխաները շատ ուրախացան, շատ լավ էր, որ այդ 2 օրը ցրվեցին, մի խոսքով բոլորը շատ տպավորված էին, շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ, որ եկար Սոնա ջան։ Ընկեր Տոնոյան։ Լավ, ես ընդունում եմ ձեր երախտիկի խոսքը ու կհանդիպենք վաղ։ Վաղը։ Հա, սուրճ խմելու։ Բայց մենք վաղ չենք պայմանավորվել։ Հենց նոր պայմանավորվեցինք։ Լավ, ես ձեզ չխանգարեմ, դուք ասեցիք, որ հանդիպման եք։ Հետո կապի մեջ կլինենք։ Չի չզանգեցիք, որ ես մեկնաբանում ինչ ապուշից։ Ինչա կատարում։ Ինչ ասա։ Սա ինչա։ Ինեսա։ Ինչպես ես։ Լավ ընկերատան, շնորհակալություն դուք։ Դասի ժամանակ նկատեցի մի տեսակ ցրված ես, ինչ որ տեղում չես։ Հասկացվեց։ Ինչ է պատահել։ Ընկերաթոյան, ճիշտն ասած, ոչ մի մեծահասակի հետ չեմ կարողանում այս թեմայով խոսել, բայց ինքս էլ գլուխ չեմ հանում։ Ինեսա, մենք պայմանավորվել ենք, դու ինձ հետ միշտ կարող ես անկեղծ լինել։ Մամայիս հետ է կապված։ Երեք արշավից հետո, երբ գնացի տուն, ընկերաթոյան, մամային տեսա շատ վատ վիճակում, շատ վատ։ Նույնիսկ գիշերը չուզեց իր սենյակում քնել մենակ։ Ինձ հետ է քնել։ Առավոտյան չէի ուզում այդպես թողնել, շատ անհանգիստ եմ ու չգիտեմ ինչ անեմ։ Չի ասում ինչ ա եղել, ասում է, որ իրեն ժամանակ է պետք, հետո կասի։ Ինեսա երկար դասամիջոց է, չէ՞ ձեզ մոտ։ Արի դուրս գանք դրսում խոսենք։ Դուք ինչու դասարանում չեք, անցեք դասարան, արագ։ Այստեղ դիմես, ես հետո կդասավորեմ։ Ապրես։ Ես կարող եմ դասավորել, միս Լարա։ Ապրես, Բելա ջան, բայց դու չես հասցնի։ Ոչինչ, ես միևնույն է հաջորդ դասին ազատ եմ լինելու, ես կգամ կդասավորեմ։ Ո՞նց ես։ Վախենում եմ պատասխանել։ Ինչի։ Դե որովհետև մեկ էլ մունատ ես գալիս, սկսում ես կռիվ անել, հետո պարզվում է, որ ես ինչ-որ բանում մեղավոր եմ։ Հետ ծիծաղելի չի։
Լավ ա, որ հյուսել ես մազերդ։ Ինչի՞։ Չեմ ուզում ոչ մեկ տենա։ Չեմ ուզում տենանեն, ինչի ես տեսա անտարում։ Հա, ես էլ չեմ ուզում ինձ թրջված տեսնեն։ Don't run away from me. Fill my empty night, revitalize my heart. Don't you run away, don't run away today.